Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու էլ ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Հրապարակ օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը կառավարության երեկվա նիստում թիրախավորեց Երևանի պետական համալսարանը, հայտարարելով. եթե սովորական պայմաններում ասես ԵՊՀ-ն պետք է սովորի, քարը, փետը, աթոռները, նստարանները կառնեն կընկնեն հետևիցդ։ ԵՊՀ-ից մեզ պատմեցին, որ սա նշանակում է նա չի մարսել այն, որ իրենք մերժել են կնոջը։ Հիշեցնենք, որ կրթվել է Նորաձևի արշավի շրջանակներում Աննա Հակոբյանը տարեվերջին այցելել էր ԵՊՀ, հանդիպել աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ղեկավար կազմի, դասախոսների, ուսանողների հետ, դասախոսություն կարդացել խորենացու ողբից ընթերցելով, ինչը մեծ աղմուկ բարձրացրեց, թե վարչապետի կինն արդեն համալսարանականներին է կրթում։ Պարզվում է Աննա Հակոբյանը նպատակ է ունեցել կրթել ողջ Մայրբուհը եւ ցանկացել է հերթով այցելել ԵՊՀ բոլոր մյուս ֆակուլտետներ, սակայն ԵՊՀ դասախոսական կազմը դիմադրություն է ցույց տվել եւ ԵՊՀ-ն կրթելը դարձել է տիկնոջ չիրականացված երազանքը։ Հրապարակ օրաթերթը գրում է. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 7-ին Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ, քննարկել Եվրասիական տարածաշրջանի անվտանգային խնդիրները։ Մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ հանդիպման մասին ընդամենը հաղորդեց, թե Լավրովը ներկաների ուշադրությունը հրավիրել է ՆԱՏՕ-ի երկրների վտանգավոր գործողությունների վրա։ Մինչդեռ տեղեկություն ունենք, որ Լավրովը բավականին կոշտ զգուշացրել է, թե շուտով զբաղվելու են տարածաշրջանային այն երկրներով, որոնք օգտվելով ռուս-ուկրաինական պատերազմից արևմուտքի ազդեցության գոտին են ընդլայնել ի հակակշիռ Ռուսաստանի, մասնավորապես հատուկ շեշտել է Հայաստանը։ Հրապարակ օրաթերթը գրում է. լուրեր ենք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչքան հնարավոր է շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ։ Դատելով այդ հանդիպումներին մասնակցած երկու անձանցից ստացած տեղեկություններից հրավիրում են չեզոք անկուսակցական անձանց հիմնականում բիզնեսմեններ, մենեջերներ, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձինք, որոնք հակաիշխանական սուր ելույթներ, հայտարարություններ չեն արել։ Մեծ տեղեկություն փոխանցած անձը պատմեց, որ հանդիպումը կայացել է կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի թեյի սեղանի շուրջ։ Մի քանի հոգի են եղել հրավիրվածները։ Փաշինյանը հանդիպանը ներկայացել է կնոջ Աննա Հակոբյանի հետ եւ ինչ-որ անորոշ հարցեր է տվել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կրկին կանչել են հակակոռուպցիոն կոմիտե։ Մեծ հասած տեղեկություններով արձակնությունը լինելու է մանր եղջերավոր անասուններ Էմիրատներ արտահանելու կաշառքի քրեական գործի վերաբերյալ։ ԱԺ պատգամավորը եւ էլի մեկ մեղադրյալ առերես հարցակնության կներկայանան։ Նշենք, որ Աղազարյանի դեմ ցուցմունք տված անձը Աշոտը պատմել է իրավապահներին, որ 300,000 ԱՄՆ դոլար կաշառք չեն կարողացել տալ եւ վերջում պայմանավորվել են $100,000 տալ Աղազարյանին։ Գնացել հանդիպել են նրան ազգային ժողովի հարակից զբոսայգում եւ հենց այնտեղ $20,000 է առաջարկվել Աղազարյանին, սակայն պատգամավորը զայրացել ու ասել, թե պայմանավորվել էինք $100,000 դոլար, ինչու եք քիչ բերել, չեմ վերցնում։ Առաջարկել է կգնաք կավելացնեք նոր կգաք։ ԱԺ պատգամավոր Աղազարյանը այս քրեական վարույթով մեղադրյալ է եւ չի ընդունում մեղադրանքը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. ապրիլի 2-ին վարչապետի մասնակցությամբ մեծ շուկով բացվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքը։ Նոր մասնաշենքում շրջայցի ընթացքում վարչապետի կողմից նախարարին ուղղված պետական պատվերի վերաբերյալ հարցին ի պատասխան Ավանեսյանը բառացիորեն ասում է հետևյալը. մեր առաջին, երկրորդ, երրորդ կարգի աշպանդամների եւ սոցխմբերի ամբողջապես մեկ սեանսը 64,000 դրամ փոխհատուցում ենք, իսկ ովքեր չունեն նման կարգավիճակ համավճար է, կեսը տալիս է պետությունը, կեսը պացիենտը։ Թեև նախարար Ավանեսյանը որպես կայացած փաստ համոզիչ տոնով Նիկոլ Փաշինյանին վստահեցնում է, թե նախարարությունը քաղցկեղով ծանր հիվանդ բուժառուներին խիստ անհրաժեշտ այս ծառայության համար պետական պատվերով փոխհատուցում է տրամադրում, սակայն իրականում մինչ օրս նոր մասնաշենքի եւ ծառայության բացումից 9 օր անց ճառագայթային բուժման համար պետական պատվերի հատկացման հրաման նույնիսկ գոյություն չունի։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. պետական եկամուտների կոմիտեին 3 հայտարարություններ տարածել, որ խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում 2025 թվականի հունվարի 1-ից մարտի 31-ը ներառյալ հարկ վճարողների շրջանում արձանագրվել են աշխատողի չձևակերպման եւ ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր։ Մասնավորապես 34 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում եւ առաջադրվել է շուրջ 138 միլիոն դրամի տուգանք։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի տեղեկություններով մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում կայանալիք ամենամյա շքերթից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպի Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Ըստ ռուսական շրջանակներից մեզ փոխանցված տեղեկության պայմանավորվածություն ձեռք կբերեն, որ մայիսյան տոներից հետո Ալմատայում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ փաստաթուղթ ստորագրեն խաղաղության վերաբերյալ։ Ղազախստանը Ալմատան որպես ստորագրության վայր պատահական չի ընտրված, քանի որ Փաշինյանի ձեռամբ Ալմատայի հռչակագիրն է դրված հայ-ադրբեջանական բանակցությունների առանցքում։